Դուք կարծում եք, թե ձեր մարմնի տերը ձեր ուղեղն է, բայց ինչ կասեք, եթե իմանաք, որ ձեր սիրտը 5000 անգամ ավելի ուժեղ է, քան ձեր ուղեղը։ Սա գեղեցիկ խոսք չէ, սա ֆիզիկա է։ Մեր սիրտն արտադրում է այնպիսի հզոր մագնիսական դաշտ, որը տարածվում է մեր մարմնից դուրս մի քանի մետր։ Այն բառացիորեն կարդում է շրջապատի մարդկանց էմոցիաները, նախքան մենք կսկսենք խոսել։ Բայց ամենացնցողը դեռ առջևում է։ Գիտնականները պարզել են, որ մեր սիրտը գիտի ապագան ավելի շուտ, քան մեր ուղեղը։ Մեր սրտի ներսում թաքնված է 40,000 նեյրոններից կազմված մի փոքրիկ ուղեղ։ Այն կարող է հիշել, սովորել և որոշումներ կայացնել առանց գլխուղեղի հրամանի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սիրտը զգում է վտանգը կամ ուրախությունը 6 վայրկյան ավելի շուտ, քան դա տեղի կունենա։ Հենց սիրտն է առաջինը տեղեկությունը ստանում տիեզերքից և միայն հետո այն հայտնում ձեր ուղեղին։ Գուցե հենց սա է այն ինտուիցիան, որի մասին բոլորը խոսում են։ Արդյոք սա նշանակում է, որ մեր հիշողությունը և մեր եսը ոչ թե գլխում են, այլ սրտի մեջ։ Հին եգիպտացիները հազարավոր տարիներ առաջ գիտեին սա։ Նրանք մումիացնելիս ուղեղը պարզապես դեն էին նետում, բայց սիրտը պահում էին որպես հոգու բնակատեղի։ Քրիստոնեության մեջ սիրտը համարվում է կյանքի աղբյուրը, իսլամում Աստծո գահը, իսկ հինդուիզմում հենց այնտեղ է բնակվում անմահ հոգին։ Այն, ինչ կրոնները պնդում էին դարեր շարունակ, այսօրվա քվանտային ֆիզիկան սկսում է ապացուցել։ Այսպիսով, մեր սիրտը պարզապես մկան չէ, այն տիեզերական ալեհավաք է, որը մեզ կապում է անտեսանելի աշխարհների հետ։ Եվ ահա մի հարց, որը կստիպի մտածել. եթե սիրտը փոխելով փոխվում է նաև մարդու բնավորությունն ու հիշողությունը, ապա ով ենք մենք իրականում և որտեղ է թաքնված մեր հոգին։ Գրեք ձեր տեսակետը մեկնաբանություններում, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը և բաժանորդագրվեք Argan-Blog-ի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Argan Ռոբերտին էր։ Կհանդիպենք։